Երեքը պիտի սորական է թղթի տակ, որ Ռոբիկը Սերժիկը Նիկոլի ամբողջ կապայով պիտի պտեն բանտերում։ Այսօր ես իմացա, որ Հայաստանի Հանրապետության ապերախտ ոզի տղա ուրիշ բառով հնարավոր չի ասել իշխանությունները իրականացրել են հերթական տերորը քաղաքական եւ ձերբակալել են երկու հոգու հայրենի կուսակցությունից Խաչիկ Գալստյան եւ Արամ Քոչարյան։ Ես բնականաբար հետաքրվեցի եւ Խաչիկ Գալստյանով եւ Արամ Քոչարյանով Ինձ երկու բոլոր կողմերից ինֆորմացիա եկավ, որ այս մարդիկ մեկ կուլտուրական մարդիկ ոչ հանցագործ, ոչ կաշառակեց, ոչ մարդասպան, ոչ նարկոդիլեր, ուղղակի այս իշխանությունները հերթական քրեական գործ են կարում այս մարդկանց վրա, կեղծ ցուսմունքներով, որ իբրե փող են բաժանել, եսի մի չեն արել, հեքիաթ, ինչպես եւ ասենք իմ ինտերբերակում եւ մյուսների։ Եվ ամբողջ իրավիճակը բարդությունը կանում է նրանում, որ այսօր դրա մասին չի խոսել ոչ մի, այսպես ասած, քաղաքական ուժի առաջնորդ։ Ոչ մի չի ելել եւ չի դատապարտել, չի ասել, որ իրականացվում է, շարունակվում է քաղաքական տերորը, ժողովուրդ։ Անգամ պարոն Վանեցյանը, որը պարտավոր է հենց այս մարդկանց ձերբակալման անմիջապես մեկ վայրկյան հետո դուրս գալ եւ խոսալ, որ իր քաղաքական ուժի ներկայացուցիչներին ապօրինաբար ձերբակալել է։ Դե չկա։ Բացարձակապես, այսինքն ինչ ա դուրս գալի, այս մարդիկ հավատում են իրենց քաղաքական լիդերներին, գալի մտնել այդ մարդկանց կուսակցություն, իրականացնում են հականիկոլական գործողություն, վերջին տարի բռնվել ու բռնվելուց հետո լավագույն դեպքում բավարարվում են երևի տուրի կամ աղվակատ տրամադրելով։ Ինչ-որ մեկ տենում ենք, այն երկու են հաղորդավարները, Սերժ անելով ման էին գալի, այն Նարեկ Սամսոնը մեկել են մեր, բանտում են, ինչ անում Սերժ Սարգսյանը, և մյուսները, ու նույնց եմ ասում, տալունակրավ, որ ոչ մեկ չի խոսում, Իտա արդեն հլն էին խոսային, հայտարարային, դատապարտեին և այլն, բացարձակապես, այսօր չասում, Նիկոլ դու բոզի տղա ես, ես չես անում։ Ես նորից եմ կրկնում, ընկեր քաղաքական դաշտի, այսպես ասած, ակտիվիստներ, քաղաքական ուժերի ղեկավարներ, որոնք որ իրենց համարում են ընդդիմադիր։ Ձեր Հայաստանի, ավելի շուտ, Հայաստանի փրկությունը միասնական ճակատի մեջ է։ Ձեր, այսպես ասած, մեծամտությունը, ձեր պասմասիցը և ասետրինը և ալն, այսպես հատիկ, ընկեր Նիկոլը ձեզ ճապելու է բանտերը։ Երբ որ փետրվարի 20-ին ինձ առևանգեցին հետո շուխուռնգավը Վարդան Ղուկասյանը վարչական կամակի տակայվալը, Վարդանիկ Ղուկասյանը ցնցում էր, Բարսալը դոշ պատժեց, Տաշիրը ցնցում էր, Վանեցյանը ցնցում էր, որտեղ է Վարդանիկ Ղուկասյանը, որտեղ է Տաշիրը, Վանեցյանը շուտով երթը կհասնի, երթը շարունակ։ Ասել Վարդանիկ Ղուկասյանը դատվելու է մինչև ընտրություններ, Տաշիր Սամոն դատվելու է մինչև ընտրություններ։ Ու լիքը մարդիկ, ովքեր որ այս կամ այն ձևով փորձում են թպրտալ Նիկոլ Բոզի տղուտը։ Բագրատը դատվելու է, այն նույն Բագրատը, որը խաբեց ամբողջ ազգի։ 65,000 մարդ լցեց Հանրապետության հրապարակ, վերջում կայնավ ասում է, մեզ միացել է Նազենի Հովհաննիսյանը։ Ինձ մեծ հետաքրքիր է, Բագրատ, դու Նազենի Հովհաննիսյանի տրուսիկից գիտես ինչ հոտակալի, ինչ դուխու, դու ծանոթես Նազենի Հովհաննիսյանի ցալքի շրջանի շպարին։ Այսօր Նազենի Հովհաննիսյանը քանի անգամ է քեզի պերեդաչի բերեգոն է մի հատ կարմիր խնձոր, կամ Օթաֆյանդ։ 65,000 մարդ լցած Հանրապետության հրապարակում սպասում են կոնկրետ գործողությունների, անզամեր Բագրատն ասում է մեզ միացել է Նազենին։ Ինքը չէր նկատում Վարդան Ղուկասյանին, բայց նկատում է Նազենին։ Հիմա Նազենի կողը տապկո զմայվում ես կլուշիկների հետույքներով, ոչ թե Նազենի տնոյով։ Այսպիսին են քաղաքական դաշտի առաջնորդները, հարգելի ժողովուրդ, իրենց առաջնորդ հռչակածները։ Մատաղ են անում կողիներին քաշում են գրավ։
Էպորնիկ արժելայի միջոցով նամանավան։ Մի մասը ցեցնետան, մեկի հետևից։ Ու հերը մերաբը վերջեցը չդիմացավ ակարկա աղջկա պազորից։ Նորից ես կրկնում եմ։ Այդ քաղաքական դաշտում գործողներ։ Նաև ուզում եմ դիմեմ այդ ընդդիմադիր կուսակցություն հռչակած անդամներին, ովքեր գտնվում են Վարեսանի կուսակցության մեջ, Տաշիրի, Ռոբիկի, այնտեղ կա նորմալ մարդիկ եւ այլն։ Հարգելիներս, գոնե դուք հասկացեք եւ տրամաբանեք, որ ձեր ղեկավարների պատճառով ձեզ են մատաղանելու եւ դուք գնալու եք նստեք բանտ ու փտեք, բարես բունի մասու փտեք, ձեզ ոչ մեկ դատանի դալիքից պաս չթողնելու։ Այն ինչ-որ արեց Վարդան Ղուկասյանն Ղարաբաղցու համար, Ամերիկայից մինչև Ավստրալիա, Արգենտինայից մինչև Ճապոնիա, սաղին ոտի հանեց ու են Ղարաբաղցու դուրս բերեց բանտից, ու լիքը բոզի տղեկ հելանասիկ, ատիք մենք արեցինք, դոգը չեր, բայց ոխի չեք անում։ Բայց ոխի չկարացակ այդ կան մաղսու դատանի դալիքից դուրս բերեք, այդույն տետերներին, այդույն տաշիրին, այդույն երկու այդ ջայտղեք հաղորդարը, ակնայք դուրս բերեք, թե Վարդան Ղուկասյան չկար, որ դոգը անես, դուք դոգի արածը կաշեիք ձեր վրեն, բոզի տղեք։ Միասնեի կարակ Գևորգյանցնել տաղեք, ոսր ես արեցի, ժողովրդին բերեք լսեք դատարանի առաջի, ես ու չտայեք Աչապարյանին, Բգոյին, մյուսին, որ վեկալեին տանեն կողեից ծակը, անեք, ախի չեք անում, որովհետև ձեզ խեռի տեղ տնող չկա, ոչ այդքան ոռուն եք, ոչ այդքան համակիրներ ունեք, իշքան է, որ այդ գելապի պորրիկի ծնունդը շապատան է թլմա ձեր անունը տալմավ, նխարավ թվերով, իշքան է, որ հաչում են, բայց ժողովուրդը տենում եմ, իմ և ձեր տարբերությունը գիտեք ինչ չմար կայանում, քաղաքական դաշտի ղեկավարներ, լիդերներ, ասպես կոչված ընդդիմադիր, որ ես ձեր դժբախտության վրա չեմ ուրախանում, ինչպես դուք իմ, բայց իմ խեռին չի, այն ինչի մեջ որ ես ընկացել, ես շարունակում եմ խոսալ։ Հայաստանի Հանրապետությունը ունի 3 թշնամի, Ռոբիկ, Սերժիկ և Նիկոլ, և այն կուսակցությունները, որոնք ոչ ուզում են Հայաստանը մի բան փոխել եւ ուզում են հանդես գալ միասնական ճակատով, այդ 3-ը պիտի սորական է թղթի տակ, որ Ռոբիկը, Սերժիկը, Նիկոլի ամբողջ կապոյով պիտի փտեն բանտերում։ Այս ժամանակ տեղ կունենան մեկ ընդհանուր նավի վրա։ Սավել Բաբայանն էլ էր Վանեցյան տրսնան, կուլտուրական ասեցիկ դիրեղած։ Վերջեր հարկես գնաց։ Չմիսելյանից էր չեմ ուզում տամ։ Հասկանում եք իմ ես ձեր տարբերությունը, դուք ուրախանում եք։ Բարձրատոր պատժեց, իսես Վարդանի Ղուկասյանի նկարը Ամերիկաներում հանեցի ֆրսրեցի, որ տենավոր քաղբանտար կյալա։ Տաշիրին էլ վրադիշ։ Ինչքան է, որ տաշիրականները Վարդան Ղուկասյանի դոգյանը չեն ուզում տան, վրեն տակ։ Ձեր առաջնորդը պտեմ Երևան քերակատարողական հիմնարկում, ու դուսը չի կարոտացելու յամ։ Եթե այդպես շարունակի։ Սա եմ ուզում բասացել ժողովրդին, չես բայց ժողովրդի մեծ մասը լավ գիտի իմ և դրանց տարբերությունը։ Այն խզգախի ժողովրդի, ոչ թե այն թավտպուկ բոզի տղեկի, որ գնում են ռանոյլից բենզին են լծում, ասում են, ինչ տարբերություն, այս բենզինը թե։ Վաղը միշտ որ ադրբեջանցի անուշ ապերները դրանց կնանիքին ու աղշեքին, որ տանեն ծսրեն, այն ժամանակ յանքերիք խարին կասեն, ինչ տարբերություն, հայ խերակլակլանը, թե թուրքի խերակլակլանը, խերա, այդպես են իհաց մտածում, այդ բենզին լծողները ռանոյերից, դուք պատկերացնում եք 90-ական թվականների ինչ-որ մի հատ բոզի տղա փոխել Ադրբեջանից բենզին բերես, կամ ադրբեջանական ապրանք, կամ Վազգենի քուրը հլներ Ադրբեջանի գովկաներ, Վազգեն երկու մատ ու կխիղթեր, Վանոն այդ բենզին, բերողին այդ բենզինով կխիղթեր, մավելն էլ հետը, իսկ ես ոնց խնդրեմ հայ-թուրքական բարեկամությունը տրսում ենք Եվրոպան, Եվրոպան ոչ մի ձեր չի հանելու, Եվրոպան ասում են Նիկոլի շուզն է սալամ, Հայաստանը տա դեպի Թուրքիա ալնեդի Եվրոպա, ընկեր Եվրոպա, Թուրքիան էդքան լավ է, ընդունել ձեր կազմեր չեք ընդունում, այս 40 տարի է Թուրքիան հերթիա կանգնած, Եվրոմիություն մտնելու համար, բախի չեք վերցնում, страшно, Սեխիշեցի է տելան ասացվածք, որ ասում է, յալ է տրուսնո, յա բայույս, մոտեմ սեք Թուրքիան Եվրոմիություն, գիտեք չէ, որ մտավ սաղից է բանից կանի, բան չեք Հայաստանը ғրգած Թուրքիայի բերան, թե մեզի որ անի ոչինչ, ոսը բան էտ Ուկրայինային,
աղացին կտեցին մի կողմ, հիմա Հայաստանի հերթն է։ Հիշեք, Եվրոպա չկա։ Այդ Եվրոպան էսա Նիկոլասն ինչ ուզում ես անում։ Ու ոնց ուզում ես բռնաբարի, ու ոնց ուզում ես առևանգի, ու ոնց ուզում ես խոշտանգի, ու գլխին ինչ գործ ուզում ես սարքի շինի, ինչ ուզում ես արա։ Մենակ հարկի սարին, ով որ խանգարում է դեպի Թուրքիա գնալու։ Էս է վիճակը։ Հարգելի ժողովուրդ։ Եվ ես նորից մի կողմ թողնելով գոռոզություն, մեծամտություն, դա ինձ հարիշ չի, ես այդ մասը չէ։ Ես Հայաստանի համար մտածող մարդ եմ, ես ասում եմ, եկեք համախմբեք մեկ ընդհանուր ճամբարում, մեկ ընդհանուր, մեկ միասնական ճակատով։ Ինչքան շարունակեք այդ ձեզ տնել, չգիտեմ, իմ տեղը կամ ձեր երազածող տեղը, եկան այսպես մատաղեն անելու ձեր կողիներին դուք երեսակ գնաք, հետա վանեցը գնա, իակ, չգիտեմ, կնի երոխոտ տանիք էդ կանի ստովիմ գոդը, իսկ այդ մասիկ խծեմ կլուշիկներ էդ կան էդ ստովիմ գոդը, և են մյուսները, բագրատ, մուրազատ փորոտ մերնես, տակ կնես, պախլնես, դասեր մեր հարևան զոյան, այս ամեն ինչի մեղավորից մեկը բագրատն է, գրողից սոցը գնաց բագրատ, այսքանը սերի ժողովուրդ, դոկուսակցությունը դատապարտում է երկու քաղաքական գործիչներ, Խաչիկ Գալստյանի եւ Արամ Քոչարյանի ձերբակալությունը դատապարտում է եւ հայտարարում է, որ այս մարդկանց գործով անցող բոլոր քննիչներին եւ դատախազներին ես եմ ծցնելու անձամբ մի գեղեցիկ օր։ Եվ այդ գեղեցիկ օրն 2026 թվին։ Այս կադը հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։